Նեպտունը Սատուրնի հետ խոյի կենդանակերպում և այո, այդ բար դիրքավորումներն են Յուպիտերը խեցգետնում Նեպտուն և Սատուր հոգևոր առաջնորդների հետ բախումներ, իհարկե մեր երկիրը ղեկավարող վարչապետը նա էլ նրա Յուպիտերը գտնում է խոյի կենդանակերպում, Սատուրնը խեցգետնի կենդանակերպում, նա էլ իր բաժինն ուներ մոլորակային այդ դիրքերից է ստացել և ահա այդ ամենի համախառն արդյունքում ստացվել է այն, ինչ որ ստացվել է։ Ես ձեզ ասեմ, որ կաթողիկոսի իրական տվյալները իմ ձեռքում են, ըստ իր իրական տվյալների նա ոչ թե առյուծ է, ինչը համացանցում կա, այլ խեցգետնի կենդանակերպի ազդեցության տակ է ծնվել, բայց ովքեր հասկանում են աստղաբանությունից, նրա մոտ բարձրացող հանգույցը ձկների կենդանակերպում է, և եթե նա նույնիսկ խեցգետնին կամ առյուծ լինի, ծննդյան կենդանակերպում, նրա մոտ Մարսը խեցգետնի կենդանակերպում, սև լուսին և բարձրացող հանգույցը ձկների կենդանակերպում։ Ահա այն հարցի պատասխանը, թե ինչի մեջ են նրան մեղադրում, արդյոք նրա տիեզերական աստղաբանական քարտեզը թույլ էր տալիս, որպեսզի այդ բացթողումները լինեն, սիրելի հետևորդներ, դուք գիտեք, ես բազմիցս խոսել եմ սև լուսնի մասին, կենդանակերպերում և ահա նրա մոտ սև լուսինը խեցգետնում, բարձրացող հանգույցը ձկներում։ Ձեզ եմ թողնում մեկնաբանությունները և նրանք, ովքեր տեղյակ են աստղաբանությունից, բարձրացող հանգույցը ձկներում նա անպայման պետք է բռնի կրոնի ուղին, իսկ սև լուսինը այն բոլոր մեղադրանքներն են կամ այն ամենը, ինչի համար այսպես նրան կանչում են պատասխանատվության։ Բայց ասեմ, որ նրա քարտեզում այդ ամենը կար և այդ ամենը մեկ մյուսի հետ համահունչ ընթանում են։ Իհարկե նրա մոտ պատասխան տալու ժամանակն է գալիս, որովհետև մենք ունենք լուսնի խավարում և նաև արևի խավարում, լուսնային խավարումը լինելու է սեպտեմբերի 7-ին, 18:08 մոտակայքում, այո, և մյուս խավարումն էլ բնականաբար 14 օր հետո է Արեգակի խավարումը, բայց ամենակարևորը իր քարտեզում այդ լուսնային խավարումն է, խավարումը տեղի ունենալու 15 րոպե 23 վայրկյան, ձկներ և կույս առանցքում, իհարկե ձկների կենդանակերպում լուսնի խավարումը։ Ժամանակը եկել է և նախորդ խավարումը, որը տեղի էր ունեցել 2025 թվականի մարտի 14-ի մոտակայքում, այդ խավարումից անցել է մոտավորապես 3 ամիս, ինչ է լինում, երկու խավարումների արանքում կան միջանկյալ ժամկետներ և հենց այն, ինչի